Վիճկնավոր ունենում է մի փոքրիկ աշակերտ։ Նա նրան ամեն օր ջրի է ուղարկում, և երբ աշակերտը փառչը իջեցնում է ջուրը և ուզում է դուրս բերել, Սատանան պատանու կերպարանք առած սկսում է խաղ անել նրա հետ և թափում փառչի ջուրը, և ամեն անգամ աշակերտը ուշացած է գալիս ջրից։ Մի օր էլ վարդապետը բարկացած հարցնում է. «Ինչու ես դու ամեն անգամ ուշանում, երբ ես քեզ ուղարկում եմ ջրի»։ Եվ աշակերտը պատմում է, որ ամեն անգամ, երբ փորձում է փառչը ջրից հանել, մի պատանի խաղ է անում իր հետ և թափում փառչի ջուրը։ Վարդապետը Սուրբ Հոգով գլխի է ընկնում, որ այս գործին Սատանայի մատը խառն է, և աշակերտին ասում է. «Հաջորդ անգամ, որ նա գա քեզ հետ խաղ անելու, որդյակ, կասես այդպես լավ խաղացող ես, իմ վարդապետի հետ խաղ արա»։ Աշակերտն այդպես էլ անում է, և երբ գնում է ջրի, և Սատանան էլ պատանու կերպարանք առած սկսում է խաղ անել նրա հետ, ասում է նրան. «Այդքան ուժեղ ես, իմ վարդապետի հետ խաղ արա»։ «Դա դու քեզնից հնարեցի՞ր, թե վարդապետդ ասաց», հարցրեց Սատանան։ «Վարդապետս ասաց», պատասխանում է աշակերտը։ «Լավ», ասում է Սատանան և գնում վարդապետի մոտ։ Որոշ ժամանակ անց վարդապետը սկսում է մեղք մեղքի ետևից գործել, հարբել, շնանալ և վերջում ընկնում է դատավորի ձեռքը։ Դատավորը նրան մատնում է դահչի ձեռքը։ Եվ երբ գալիս է նրան մահապատժի տանելու պահը, Սատանան հայտնվում է վարդապետին և ասում. «Հը, վարդապետ, բավական է, թե էլի շարունակեմ հետդ խաղ խաղալ»։ Վարդապետը հասկանում է, որ հպարտության մեղքի մեջ է ընկել և պարտվել Սատանայից։ Նա աղաչում է դահչին, որպեսզի իրեն դատավորի մոտ տանի, և երբ տանում են դատավորի մոտ, նա զղջալով խոստովանում է իր մեղքերը, ասելով, թե ինչպես է պարտվել Սատանայից։ Իսկ դատավորը արձակելով նրան ասում է. «Գնա, վարդապետ, բայց մյուս անգամ Սատանայի հետ խաղեր չտաս»։